Աշիր կապիտալի կողմից եղավ առաջարկ, եղել էր առաջարկ հունիսի 6-ին, իջեցնել սակագինը էներգոբալանսի շեղման արդյունքում առաջացած շահույթի հաշվին։ Հունիսի 13-ին ստացվել էր պատասխան, որ, այսպես կարճ ասեմ, մինչև տարվա վերջում նոր կնայենք, սակագինը այսպես կվերանայենք եւ մեր հայտարարությունից հետո մեկի եթերում, եթե չեմ սխալվում, հանձնաժողովի վարչության պետերից մեկը մեկնաբանում էր, որ մենք իբրև թե մի կողմից դիմել ենք սակագնի իջեցման, մյուս կողմից սակագնի բարձրացման 12 միլիարդ ներդրում ավել առաջարկելով։ Նախ առաջինը ինչի հանձնաժողովի տվյալ վարչության պետին, ինչի հանձնաժողովի նախագահը ոչ, մի պարզ պատճառով, որովհետև այդտեղ սուտ էր հնչելու, մենք դրանից հետո ես ձայնագրություն հրապարակեցի, իմիջիայլոց օրինական կարգով ձեռք բերված հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի այն նիստի ձայնագրությունը, որտեղ մենք առաջարկել էինք 12 միլիարդով ավելացնել ներդրումային ծրագիրը, այսինքն որպեսզի պարզ լինի, Աշիր կապիտալը, Աշիր գրուպը ասում էր, որ թույլ տվեք մենք 12 միլիարդով ավել այս տարի այսպես գծեր սարքենք, մալուխներ վերանորոգենք եւ դրա փոխհատուցումը, իմ խոսքում, եթե լսել եք ձայնագրությունը, դրա փոխհատուցումը երբ գումար կունենաք տվեք, այսինքն հետաձգելով փոխհատուցումը, ընդհանուր, եթե չեմ սխալվում, խոսքեր գնում անգամ 30 տարվա մասին։ Եվ եթե չէ, խնդրեմ, մենք պատրաստ ենք մեր շահույթի հաշվին, այսինքն ակնհայտ սուտ տեղեկություն։ Երկրորդ սուտը, որ հնչեց, կապված էր ընդամենը պետք է իջներ 0.5 դրամով, ես չգիտեմ ճիշտ ասած այդ մաթեմատիկան, կան այդպիսի սարքեր, չէ, որ կարելի է մտքով չհաշվել, գոնե ճիշտ կհաշվեն թվերը։ 0.5 դրամ, որից այդ սուտը դեռևս չպայթած ասել էին 0.3 դրամ էլ փոխհատուցվելու է մեր ասած ավել ներդրումային ծրագրով, մի խոսքով 0.2 դրամի այսպես տարբերություն էր լինում, դա հերթական սուտն էր մի պարզ պատճառով, որովհետև 3.6 միլիարդ առաջացել էր 5 մի քիչ ավել ամսվա արդյունքում, այսինքն իրենք վերցրել են ընդամենը ամբողջ տարվա կիլովատով արտադրանքը բաժանել են կես տարում առաջացած շահույթի վրա, դա 1 դրամից ավել էր անում միանշանակ, իսկ հաշվի առնելով, որ 2025 թվականին էսպայի դրությամբ ընդամենը 1.6 միլիարդ կիլովատ է ծախսել ամբողջ բնակչությունը, էսպայի դրությամբ էլ մեր ասած 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ, ընդամենը պետք է 7.2 միլիարդը բաժանել 1.6 միլիարդի վրա եւ ստանալ ինչքանով էր հնարավոր իջեցնել բնակչության սակագինը։ Հաջորդ մեր առաջարկը վերաբերվել է օգոստոսի 1-ից վերանայել այդ պահին եղած շահույթի համամասնորեն բաժանելով, ես ասում եմ արդեն այս պահի թվերը, որ անգամ այս պահին չեն անում, իրենք ինչ որ մեկնաբանություն են այդտեղ այդ ստից հետո նախ չեն անդրադառնում, գիտեք, հասարակ ձեզ օրինակ բերեմ, դատարանի բակում, չգիտեմ ով լրագրողներից հարցրեց, ինչպես կվերաբերվեք այդ սանհանգույցի կադրերին, որ Շիրակի մարզից գցել էին Ղարս մասնաճյուղից, ես ընդհանրապես ներողություն խնդրեցի, երևի թե իմ խնդիրն է եղել, որ ուշադրություն չենք դարձել, չենք վերանորոգել, փորձելով օրինակ ցույց տալ, որ եթե մարդ սխալ է լինում, կամ ինչ-որ բան սխալ է հրապարակում, զրպարտում է ինչ-որ մեկին, բնականաբար պետք է ներողություն խնդրի, դե բնականաբար իրենց դա բացարձակ հարազատ չէ, այդ թեմայով գնացին տարվա վերջ, կրկնում եմ ես իմ այն միտքը, որ իշխանությունները հաշվի առնելով, որ հանձնաժողովը արդեն ժամանակին, երբ որ աշխատում էինք, ինձ թվում էր գոնե 50-50 անկախ են, այս պահին կարող եմ ասել, որ 100% անկախ չեն, հաշվի առնելով, դրա համար եմ ասում իշխանությունները, ոչ թե հանձնաժողովը, իշխանությունները ընդհանրապես որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացը անեն, շեշտելով որևիցե ձևով Աշիր կապիտալի կամ Սամվել Կարապետյանի անունը եւ վերագրեին իրենց լավ աշխատանքին, ուղղակի չստացվեց հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ եւ ասել էինք եւ հիմա էլ պնդում ենք։ Երկրորդ խնդիրը, որ ցանկանում եմ առաջ անդրադառնալ, դրա մասին չենք խոսել, բայց շատ կարևոր թեմա է, հիմա դուք պատկերացնեք
անգամ իմ կարծիքով հանցակազմ պարունակող գործունեությունը, որը կատարվել է, գոյություն ունի շուկա հասկացություն, այսինքն էներգետիկական շուկա գոյություն ունի, որը ներմուծվել է այլ երկրների իբրև թե փորձով, տարբեր գրանտներով, կան մարդիկ, որոնք այսօր պետական համակարգում են աշխատում, իրենք են զարգացրել այդ թեման, շուկան ինչ է ենթադրում, որ ստեղծվում են տրեյդերներ, որոնք վաճառում են կիլովատ եւ խոշոր սպառողները կիլովատը առնում են այդ տրեյդերներից, ոչ հեծից։ Հիմա պատկերացրեք, որ 23, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից, այսինքն եթե չեն վճարում հեծին, վճարում են տրեյդերին, որն էլ հոսանքը առնում է ուղիղ կեսերից, չգիտեմ, տարբեր կայաններից, դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, այսինքն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ Ոչ, կիլովատը արդեն գնում են ոչ մեզանից։ Տրեյդերը ձեռք է բերում, վաճառում է հաճախորդին։ Չեմ կարող այդտեղ բաժանում անել ում տարբերությունն է, հեծին այնտեղ որոշակի գումար կա փոխանցման առումով, որովհետև տրեյդերը կարող է գնի կիլովատը Գորիսում, բայց պետք լինի դա, չգիտեմ, Ալավերդիում։ Այդ պատճառով մեզ փոխանցել են ընդամենը այդ ճանապարհածախսը, այսպես ասած, այստեղ խնդիրը դա չի, ով է գնել, ումից է գնել։ Խնդիրը այն է, որ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ։ 30 միլիարդ դրամը դուրս չգալու դեպքում դե պատկերացրեք արդեն տարեկան մոտավորապես 2 միլիարդ կիլովատ ծախսող ամբողջ բնակչությունը, մենք դուք բոլորս, բնակչությունը միջազգային հասկացություն, դա բնակիչ բաժանորդներն են, ամբողջ Հայաստանի բնակչությունը։ Պատկերացրեք, որ տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող է իջեցում լինել։ Իսկ եթե մեր կիրառած մեթոդին սոցիալապես անապահով խավերին այնտեղ տարբեր սակագներ ունենք, մինչև 200 կիլովատ, մինչև 300, մինչև 400, ամենասոցիալապես անապահով խավին կարելի էր ընդհանուր մոտեցնել անվճարին, այդ ամբողջ գումարով։ Սա խնդրում եմ մեր ժողովուրդը այսպես հստակ փորձեցի բացատրեմ, կարծում եմ ստացվեց, որ գումարը ուղղակի վերցրել են էներգետիկայի համակարգից, անունը դրել են մոնոպոլիա, վախեցնելով ժողովրդին, որ գիտեք, մոնոպոլիան այսպես դեպքեր կան, օրինակ այս դեպքում մոնոպոլիան ավելի լավ էր, քան իրենց շուկան։ Այսինքն ստացվում է, որ մեծ ծախս ունեցող բաժանորդները, որոնք հիմնականում հանրային բաժանորդներն են, որոշակի գործունեություն ծավալող, վճարում են ավելի էժան, որի արդյունքում սակագինը բնակության համար չի իջնում, որը իմ կարծիքով շատ սխալ է եւ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին։ Երրորդ հանգամանքը, որ ցանկանում եմ նշել, կառավարիչ նշանակված սուբյեկտի հայտարարություններն են, որտեղ ձեզ բազմաթիվ անգամ ասել եմ, կան շատ անհամապատասխանություններ։ Վերջի անհամապատասխանությունը Մասիս ցանցում արևային էներգիայի ուրեմն այդ ծախսը չգրանցելն էր, այսինքն մարդկանցից իբրև թե գողանալ, այդտեղ կա երկու խնդիր, իրենք հաշվարկը սխալ են արել, գցել են 800 քանի հազար կիլովատ, բայց ընդամենը եղել է 120, իրենց նամակում նշել էին, իրենց այդ նշել էին, որ մենք էլ չենք կարող պարզել դա եղել է մեր օրոք, թե իրենց օրոք, ես համոզված եմ, որ դա եղել է իրենց օրոք 90-90 ավել տոկոսով այդ ամբողջից։ Եվ երկրորդ խնդիրը մեր ժամանակ, օրինակ, ես որպես այդ բլոկի ղեկավար, ինչպես էի աշխատում, եթե պարզում էինք տեսուչը դա դիտավորությամբ է կատարել, այսինքն թվեր չի խառնել, չգիտեմ, բազմաթիվ ձևեր կան դա պարզելու, դեռ չմիանշանակ ազատում էր աշխատանքից։ Իմ ինֆորմացիայով իրենց այդ այսպես աղմկահարույց բացահայտման դեպքում ոչ մեկ չի ազատվել։ Այնտեղ ցանցի պետ են ազատել, եթե չեմ սխալվում, եւ տեղակալ, այսինքն այն մարդիկ, որոնք անմիջապես կապ չեն ունեցել, անմիջապես գրողը տեսուչն է, բացարձակ չեն ազատել։ Ինձ որպես իրավաբան հիմք է տալիս դա ենթադրելու, որ իրենց ասածով է դա եղել, որի արդյունքում չեն կարող ազատել այդ իրենց ասած հանցագավոր սխեման իրագործած անձանց։ Նպատակը մեզ կեղտոտել է։ Միշտ ասել եմ, չէ՞, Սամվել Կարապետյանից իրենք ուզում են այդ բարերարի, լավ մարդու, իսկական հայի կերպարը դարձնել, չեմ ուզում արդեն մնացած ասեմ, հակապատկերն են ուզում ստեղծել։ Հաջորդ հարցը, որը շատ հուզում է, տենդերների թեման է, ինչ են անում տենդերների հետ կապված իրենք, մի առիթով նշել եմ, որ
ասում են ժամանակին 2-3 էր, հիմա 14-15 մի դեպքում ինչ-որ 70 էին նշել, կոչ եմ անում կառավարչին, այո, մասնակիցների քանակը, իբրև թե մենք մասնակիցներին թույլ չենք տալի, չենք ներգրավում, կոչ եմ անում, որպեսզի հրապարակեն այդ բոլոր մասնակիցների անունները, գործունեության ոլորտը միջև այս տենդերներին մասնակցելը եւ այսպես ֆինանսական բարձիկի չափը։ Ինչի համար, որովհետև դրանք մեծ տենդերներ են, չի կարելի նոր բացված, չգիտեմ, 10 օրվա ինչ-որ կազմակերպության վստահել այդպիսի տենդերներ։ Եթե չհրապարակեցին ամբողջությամբ, չվերցնեն 70-ից 5-ը, որոնք ինչ-որ պատմություն են, եթե չհրապարակեցին, սա հերթական սուտն է, ես համոզված եմ, որ սա հերթական սուտն է։ Հաջորդ խնդիրը, որից հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, տեսեք, գոյություն ունի նոր միացում հասկացություն, դա ինչ է նշանակում, որոշ մեր ժողովրդի համար էլ պարզ լինի։ Նոր միացումը դա անձը, իրավաբանական անձը գալիս են, պատվեր են բացում եւ հոսանքաքաշվում։ Ժամանակին ներդրումային ծրագրի մեջ դրվել է ընդամենը $77 միլիոն, 16-24 ներդրումային ծրագրի մեջ։ Փաստացի կատարվել է $254 միլիոն։ Այսինքն, եթե հանձնաժողովի ստիպելով մենք չշեղվեինք մեր ներդրումային ծրագրից, то есть մի հոդվածից վերցրել դրել ենք նոր միացման հոդվածի վրա։ Վերցրել ենք շահագործումից։ Շահագործում դա նշանակում է նոր մալուխներ, նոր հենասյուներ, այսինքն ավելի բարելավելը։ Այլ պարագայում, եթե իրենք չասեին այսպես արեք, վերցրեք ստեղից դրեք ստեղ, բնականաբար սակագնի թանկացման հարցեր լինելու։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք ազատականացրեք շուկան այս մասով։ Օրինակ հիմա գազը ոնց է գնում, ստանում եք տեխնիկական պայման, ձեր ուժերով գնում եք ինչ-որ կազմակերպության, խնդրում եք, գումարը տալիս եք, անում են։ Մեր պարագայում պատկերացրեք բազմաբնակարան շենք, բազմաբնակարան շենքի կառուցապատողը, սեփականատերը գալի վճարում է գումար, որի ընդամենը 20%-ն է անում ամբողջ այդ կատարվող աշխատանքի, այսինքն 80%-ը դրվել է հեցի կողմից եւ դրվել է այն հոդվածից, որը պետք է ծառայեր ավելի կատարելագործման, նորացման մեր ընդհանուր ցանցի։ Ես այդ ձայնագրության մեջ երբ որ նշում եմ, որ ինչի՞ չեք դրա մասին հայտարարում, որ դուք եք մեզ ստիպել այդպես անել։ Իրենք ուղղակի այսպես պոպուլիզմով, ամբողջահաճո, չգիտեմ, արտահայտություններով եւ գործելակերպով ընդհանրապես փորձել են սակագին չթանկացնել։ Եվ որի այնտեղ շեշտում էին, չէ, դատախազություն ենք տվել, դատախազություն ենք տվել, դատախազություն ենք տվել, 3 անգամ կրկնեցի, ինչ-որ անձի նմանվեցի, բայց փորձեմ այլևս չանել։ Ամեն դեպքում ուր է, Ժորժ ջան, այդ դատախազությունն ուր է։ Ուր է այդ, որ ասում էին կազմակերպված, այս վերջի հայտարարության մեջ էլ նշել են սխեմաներ են գործել, քրեական չգիտեմ ինչ, լավ, ուր է այդ ամեն ինչը, 3 ամիս անցավ։ Վարույթը պետք է տևեր 3 գումարած 1 ամիս։ Ինչպես ձեզ ասեմ, այդ պլյուս 1 ամիսը դա բացառիկ դեպքերում է արվում։ Ինչ որ ֆորս մաժորային, ինչ որ խնդիրների։ Հիմա ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչի երկարացվեց եւս 1 ամիս։ Ինչի 3 ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ, որովհետեւ ոչ մի բան չեն գտել, որով կարող են գնալ, կարող է գտել են ինչ որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու տույժի նկատողությամբ, բայց լիցենզիայից զրկելու հիմք չեն գտել։ Ես ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, ստիպված որոշում են կայացրել իրենց իմիջի հաշվին եւս 1 ամիս երկարացնել, որպեսզի փորձեն այս 1 ամսվա ընթացքում ինչ որ մեկին բռնեն, չգիտեմ, մի բան էլի այդեն զրպարտող, մի բան, իրենց սովոր են իրենք։ Մենք էլ ենք երևի թե սովոր այդ ամեն ինչը լսելով։ Հիմա այս ամբողջի մեջ առաջի գործը, եթե չեմ սխալվում, 2 ամիս առաջ են ուղարկել դատախազություն, լավ ինչ եղավ։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ տարբեր քաղաքական գործերով 1 օրում, 2 օրում, մի ժամում, 2 ժամում ինչպես են մարդկանց տանում արագ եւ այլն եւ բաուր են։ Այսինքն ակնհայտ է, որ դա ընդհանրապես արվում է, ասենց ասեմ, նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյան հաշվին։ Ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողելու։ Ինչպես շատ բաներ այս ընթացքում չի հաջողել։ Չէ, ես Սուրժ ջան, ես հեծի հետ կապված եմ ասում, չեն հաջողել, նկատի ունեմ կեղտոտելու, զրպարտելու, հիշում եք 2 փողերի լվացման գործ տարան դատարան, Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար, երկուսն էլ
դատարանը մերժեց այդ մասով կալանքը երկարացնել։